Մոծակն ու մրջյունը, հեղինակ Հովհաննես Թումանյան։ Կիժ մոծակի պարի ժամին զարկեց հանկարծ աշնան-քամին, ուժը խլեց, ուշքը տարավ, գիժը մին էլ մտիկ արավ, որեն արև աշխարհքն արդեն պատած ողջ սև, լացով-թացով սուգ է անում, դողում, պաղում ու դալկանում, շուտիկ-շուտիկ իրեն կինն էլ սուսիկ-փուսիկ կողքից կորել, ով գիտի ինչ ծակ էր գտել, մինչև գարուն մեջը մտել, սոված, սառած ու սալարած, վեր թռավ վար, դես թռավ դեն, ժիր մրջյունի տաքուկ ու շեն բունը հիշեց, եկավ, գնաց, դռան առջև տխուր տզած, բաց արեք բաց, էս տարաժամ թշվառ ձենից, կոպիտ թուղ-թուղ հաստագլուխ մի պահապան զարթնեց քնից, ներսի մտնում մի կերպ արավ, փակած դուռը նեղ ծեր պարավ, տեսավ սևով, թևով զուգված, դռան առջև մինը տնկված, ոտները թել, ինքը մի գել, հեյ ո՞վ ես դու, ախպերացու: Տզ-տզ ասավ, մոծակն եմ ես, բա չես ասիլ, էսպես, ամառն ամբողջ ուրախ, առողջ, պայծառ ու տաք արևի տակ, կինս աշխույժ սազ էր ածում, ես էլ անհոգ խնդում, ցնծում, տեսակ պարեր պարում, սրա-նրա թուշն համբուրում ու վայելում ամեն բանից, ամեն բարուց ու սեղանից, լիքը այգում, ճահճոտ մարգում, ճոխ տներում, պալատներում, մի անգամ էլ, երբ որ էսպես պարում էի, մինը անտես, էնպես զարկեց ուշքս անցավ, ուշքի որ գամ, ինչ տեսնեմ լավ, երկինքը թուղթ, երկիրը սև, դառը քամի, սառը անձրև, արար աշխարհ պաղել, փոխվել, կողքիցս էլ կինս է փախել, էլ ինչ ասեմ, ողջը միմի, էն ինչ լեզու կարա պատմի, կամ ինչ բերան, չտեսնված հրաշք մի բան, հիմի էսպես սոված, մենակ, մնացել եմ պատերի տակ, տեղ չի ունեմ, կեր չի ճարվում, ես էլ եմ հո շատ մճրվում, բայց ինչ անեմ, ուր գնամ էլ, երեսս էլի քեզ եմ արել, Աստծո սիրուն, մի խնայեք, էս մի ձմեռ շահեք, պահեք, մինչև նորից գարուն բացվի, աշխարհքն էլ ետ բարով լցվի: Դե լավ, դու կաց, ներս գնամ ես, տեսնենք ներսից ինչ կասեն քեզ, ասավ պահնորդն ու մեջեմեջ, կոկ սենյակներն անցավ անվերջ, մինչև հասավ ներսի դուռը, ուր ապրում էր մեծ մրջյունը, առատ կյանքով, իր համայնքով, գնաց, իրենց լեզվով հայտնեց, մրջյունը լուռ լսեց, մթնեց ու ետ դարձավ էսպես ասավ, գիժ մոծակի համար եմ ես ողջ ամառը արևակեզ, էնքան ջանքով ու տանջանքով, տուն տեղ դրել, ճամփա հարթել, ամբար շինել, պաշար կիտել, որ ամառը ծույլ պտտի, ձմեռը գա նստի ուտի: Մեր ծույլերին ջարդել ենք մենք, ուրիշ ծույլի բերենք պահենք, կերթաս, կասես էդ անպետքին, բանի գործի ժամանակին, ով փոխանակ աշխատելու, ուշք ու միտքը տա խնդալու, պարապ շրջի, երգի, պարի, սրա-նրա թուշտ համբուրի, էս կուռ վազի, էն կուռ ցատկի, վերջը էդպես պիտի սատկի: Ահա և այս գեղեցիկ ստեղծագործությունն ավարտվեց, ես հիշեցնեմ, որ Հովհաննես Թումանյանն այն գրել է 1916 թվականին, իսկ եթե հավանեցիք այս տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի նոր ստեղծագործություններ ունկնդրելու հնարավորություն ունենաք: